Մեզի գտվի, որ ինչքան Աստծո խոսքը ճանչնանք, այդքան գիտենք։ Բայց փորձառությունները, բացմությունը մեզի կհայտնե, դադիկա բնավ ճիշտ չէ, եւ որ մենք գիտություն ունենք Աստծո խոսքին, անիկա բնավ բավարարվածություն բեք չէ լա մեզի, եւ բավարար չէ, որ մենք կարծենք, որ արդեն գիտենք կամ ունենք, որովհետև եթե ես Աստծո խոսքը կոց գիտեմ, բայց չեմ գիտեր ուր պիտի գործածեմ։ Եթե Աստծո խոսքը կոց գիտեմ, բայց ադիկա հոգեկանս չէ փոխած, իմ մտածելացևս չէ փոխած, իմ միտքս չնորոգած իր գարույցին համաձայն, ես կրնամ Աստծո խոսքը գիտնալ, բայց ինքս թադող գեցված կունենալ, միշտ ինքս նվաստացնել։ Եվ չեմ օգտվիր։ Եվ բոլորս ալ փորձառություն ունենք այդ ժամանակները, երբ նվաստացած վիճակ ունենք, հոգեբես, չենք օգտվիր։ Կասկածները շատ են, վախերը շատ են, թշնամին դեմ պատերազմելու ադեն դգար ենք։ Կրնամ Աստծո խոսքը շատ լավ գիտնալ, բայց իմ կյանքիս ինչպես պիտի վերակրեմ չեմ գիտնար։ Հետևաբար իմ այս օրվա պետքիս համար սնունդ չեմ դար ես ինձի եւ հոգեպես անոթի կմնամ։ Շվարած գլամ։ Չեմ գնար հրճագումս իմ անցիս եւ իմ հոգիս մեջ գտնված կյանքի հրճագումը անել, չեմ գնար հաղթող հրճագումը անել։ Հակառակ գնեմ Աստված պայմաններեն հրճագումներ եւ ոչ ճիշտ պետքը։ Գտեսնես Աստծո խոսքը գիտես լավ է, երկինք պիտի երթաս, սիրտդ դիրոջն է, բայց եթե այս օր այդ խոսքը քու կյանքիդ չի խոսիր իր բարունակին մեջ, իր կոնտեքստով, դու բնականաբար գրնաս կամ զգացումներդ, կամ հոգեվիճակեդ, կամ երկրի պայմաններեն, կամ կյանքի պայմաններեն, որոնց բոլորը սատանային ցերակորցներն են մարդոց վրա ազդելու, դու անոնց մեկ հատ որթեքրելով ապրիլ։ Բայց երբ Աստծո խոսքը կաս եւ գգարտաս, կտեսնես հոյագապ է, հոյագապ զորությունը կպատե քեզ, իր զորությունը կպարտադրե ինքզինք, գջնշե պայմաններուն վրա չարդոներ պայմանները ջնշենք ու վրատ, քու միտքդ ներսեն թուրս փոխելու կսկսի, իրականությունը քու մեջդ արևի պես կձակի, կասկածներդ կփարադե եւ վերջապես քեզի կսկսի շինել այնպես ինչպես գագնգալե որ թուն ըլլաս։ Երբ կգարտանք Աստվածաշունչը կտեսնենք այս բաները իրական են։ Երեք իրգուն ես ու Միրելան նստած էինք անգողինի մեջ եւ ես Աստվածաշունչ կգարտայի Գողոսացիներու գրգված նամակեն եւ գարկացի բարբերակը եւ անգետ չգրծա ելևս գարտալ։ Անգեղծ կսեմ չգրծա գարտալ։ Այսպես կարծես իմ հոգիս մեջ բադոհան մփացվեցավ։ Սկսա սենյակին մեջ լույսեր տեսնել, Միրելայնիսի դիրոջ ներկայությունը կտեսնեմ եւ սկսա լեզուներ խոսիլ եւ սկսա աղոթել գիտնալու համար որ ինչ կա, բայց նկատեցի վերջավորության որ դերը բամը չսավ։ Եվ վերջավորության մենք պատասխանը չարինք, մենք լեցունություն արինք։ Լեցունությունը որ հիանալի էր։ Եվ այդ բարբերագեն անտին չկացի, չգրծա գարտալ։ Որովհետև հոգիս լեցուց իր ուզած չափով։ Ես այդ բարբերակը կոց գիտեմ, բայց կոց գիտնալս ինձի օգուտ չէր, մինչև որ Սուրբ Հոգին առաջնորդությունը իր հայտնությունը բերեր, այն ադեն լեցունությունը պիտի լար։ Մենք կրնանք գիտնալով բավարարվածությունը ստեղծել, մեր միտքը այդպես կաշխատի, բայց երբ իմ հոգիս մեջ Սուրբ Հոգին հայտնությունը գտնե,
այն ադեն լեցունությունը գաբրինք, եւ փորձառությունը գաբրինք, եւ ներգայությունը գաբրինք, կանեոք եդս է, շատ մեծ է տարբերությունը սիրելիներ, եւ ես կառաջարկեմ, որ Աստվածաշունչը ապրինք այնպես, ինչպես Սուրբ Հոգին մեզի կներկայացնե։ Մենք բոլորս գիտություն ունենք, շատերս ավարտած ենք աստվածաբանական դպրոց, մեծամասնությունը ավարտած է այժմը, բայց չլա որ բավարարվածություն արդոնենք։ Անիկա միտքեն պիտի ծնի եւ անգե պիտի ուրախանա սատանան, որովհետեւ ցև մնալ անոր հետ պիտի մտնե, քծակրություն մնալ, թիմակից մնալ անոր հետ պիտի մտնե եւ ինձ պիտի ասե տուն ասես։ Եվ տուն ադիգա պիտի սկսես ապրիլ, օծության դակ պիտի կաս ադիգա գաբրիս, նոր հայտնություն չունիս։ Բայց Աստծո խոսքը ամեն օրվան սնունդ, մանանա, հայտնություն ունի քեզի։ Ինձ կարևոր չէ ով ինչ կսե, Աստծո խոսքը ամեն օր քեզի հայտնություն ունի։ Վարպետությանդ կապված չէ, խելացի լալուտ կապված չէ, ոչ մեկ բանի կապված է։ Եկ միասին գարտանք Եփեսացիս 3-րդ գլուխեն։ Պողոս առաքյալ դեսեք ինչ կսե։ Նախ կարտամ 8-րդ համարը։ Այո, ինձի, որ Աստծո ժողովրդին մեջ հետիններուն հետինն եմ, Աստված այս շնորհքը տվավ, որբեսի բոլոր ազգերուն հավեդի ստամ, թե ինչպիսի աներևակայելի կանց մնե Քրիստոսը։ Ես ինչ եմ։ Հետիններուն հետինը, այսին անգե ետևը չի գա։ Վաու։ Բայց որևէ արգելք չեղա, որ Աստծո շնորհքը ինձմով հայտնվի։ Հալելույա։ Իմ դգարությունս ինձի արգելք չի գրնարելալ։ Քանի օքի դգարութենեն գվախնայիր, չեմ գիտեր, չեմ գրնար, չեմ ուզեր, գվախնամ, գնեղանամ, բզդիկ կսկամ, ամոթ կսկամ։ Իմ դգարությունս արգելք չի գրնարելալ ինձի։ Հետին լալս, բզդիկ լալս, անգույնի մեծ ծառայություն ունելս, ինձի չի գնար արգելք լալ։ Ես եմ իչոր եմ Քրիստոսով։ Վերջ։ Եվ այս խստությունը իմ եւ քու մեջը պետք է բարձրացային արձագանք է։ Այս է արձագանքը, որ դու պետք է լսես ամեն օր։ Գյանքը ամեն օր քեզի կա նվաստացնելու։ Ամեն օր քեզի գսե դու ինչքան ցախող ես, ինչքան վախկոտ ես, ինչքան դգար ես, քու մարդկային դգար փնությունը գարնե կշահակորձե եւ անով քեզի թեմ քու ինքնության թեմ կբادرազմի։ Կարծես չես գիտեր, որ դու մահկանացու եւ սայթակած փնության ենթակա ես դակավին։ Անոնք օգտագործելով, շահակորձելով քու իսկական ինքնությանը թեմ կխոսի։ Նորմալ պետք ունիս, ես եմ ինչ որ եմ Քրիստոսով։ Իմ հետինը լալս, իմ դգարը լալս, իմ վախկոդը լալս, իմ տերի լալս չի փոխեր Աստծո շնորհքը իմ մեջս գտնվիլը, որով ես գրնամ հայտնել, ինչպիսի աներևակայելի կանց է Հիսուս։ Ինչ ասել է արդյոք աներևակայելի կանց։ Նախ աներևակայելի անեքսիֆնիաստոս կնշանակե անքննելի կանց։ Անքննելի կանց։ Կանցը, որ չի քննվիր։ Չես կնար Դանիել լեբ քննությունն էլ, որակը, չափը, քանակը, դեսակը, միտքը, խաղապարը, բարձել, չես կնար, անքննելի կանց։ Նաև ասել է անհասկանալի կանց։ Չես կնար իրեն հասկանալ։ Այսօր գսե քնա, օքեյ, սիրով դեր, վագել ես ջամպաբիտ երթաս գսե չեմի երթար։ Չես հասկանար իրեն։ Որովհետև իրեն հասկանասն է կցանցրանաս իրմե։ Քանի օքի դես է։ Քանի օքի բանիմը երկար ադեն հետը լալեն հետո ցանցրացած է, նոր օտո գարնես, նոր դապատ գարնես, վաու, ամեն օր գուզես հակվիլ, ամեն լավը պիտի երևիս, 2-3 ամիս կանցնի, այլևս նույնը սկացումը չունիս, վարժվեր ես ադոր համար։ Որ վարժվիս, համը կգործվի,
Եվ որ Հիսուսին ալ հասկնաս, բոլոր անոնք, որոնք հիմա քաղց են, շատ հասկացած են։ Բոլոր անոնք, որոնք քաղց են, ինչ են, շատ overflow գլա գորայլվես։ Շատ հասկացած են, անոր քաղց են։ Գրակ չկա։ Շատ հասկացած է։ Ցանցրացեր է Հիսուսեն։ Շատ հասկացեր է աղոտ կգեցեր է։ Շատ հասկացեր է, այլևս հետ ամեն օր չի խոսիր։ Շատ հասկացեր է, որոշումը գայացուցած է, որ ինչու ամեն օր Հիսուս պատասխան չի դար։ Որոշում ավելորդ ամեն ինչ որ ավելորդ գոյություն ունի, իր մեջ կգտնվի։ Անհասկանալի կանց։ Ինչու համար անհասկանալի է։ Ամեն օր իր քով անաբադ պիտի երթաս եւ իր դեղացուցած մանան պիտի հավաքես այդ օրվան համար։ Երեկվանը չի կալեր, բաղվանը չկա, այսօր նոր թարմ անհասկանալի է։ Մենք գսենք դեր ինձի ջամփաները ես առաջինը լալով դեր ինձի ջամփաները սորվեցուր այդպես ասած ադենս ասեմ միտքիս մեջ ինձի սորվեցուր ջամփաները այլևս գիտնամ ինչպես պիտի կալեմ օր մայս հարցումը պատասխան չունի մեկ անգամ էլ դեսա դեսիլքով համարը գապված է մեկ հատ աչեն դեպի հավիդենականություն մեկ հատ ցախեն դեպի հավիդենականություն է վսավ ինչպես այս խոսքը որ հավիդենականության գապված է դու պիտի գարենաս սահմանել, հասկանալ մեկ անգամ եւ միշտ ասիգա միշտ քու կյանքիդ մեջ ամեն օր պետքին համացայն պիտի դեսնես եւ կորձի վերածես անհասկանալի է անհասկանալի կանց է հիմա մտա աշխարհային մտայնություն ունենասն է այսպես է ինչպես պիտի մանդրեմ այս կանցը Սարաֆին կով գերտամ գսեմ մենք չունենք այս բանը ամլեն Տրամը մանդրելու բանը չափանիշները չկա չես կնար մանդրել չես կնար որոշել չես կնար սահմանել քանի օքի է դսե ասոր այդ գրնաս հաղորդակցիլ շփվիլ մեգանալ ավելի քան հարս ու փեսայի բացությունը ինչ կուզենք որ Աստված տներ Աստվածաշունչի մեջ իրեն հետ մեր գաբին հետ կապված անհասկանալի կանց անգարելի հետախուզել չես կնար վաու աներևակայելի այսինքն անգարելի է որ թուն հետախուզես նաև ամենակեղեցիկներեն մեկը չես կնար քիձը որոշել չես կնար GPS-ի վես իրեն գործածել չես կնար եթե հետը գաբդ գործընծուցիր արջևդ քիձ չգա չես կնար գնաք երևակայել Բողոս Արաքյալին եւ ինձի ու քեզի դրված է ինչքան ալ հետինն ենք հալելույա ինչքան ալ հետին գսկանք ավելի հալելույա արկելք չէ ինձի որ ես դերոջ շնորհքով լեցվիմ դերոջ շնորհքին համացայն ծառայություն անեմ որևէցեով ինձ արկելք չէ ես միան պետք ունիմ Աստծո առաջնորդության մեջ մնալ եթե աստվածաշնչական համարները գարտանք սկիզբեն սիրելիներ գսե երկրորդ համարեն Անշուշտ լսած եք, թե Աստված իր շնորհքին մատակարարումը ինձի վստահեցավ ցեզի օգնելու համար։ Ինչ վստահեր է Աստված իրեն։ Աստված Բողոսին վստահեր է շնորհքին մատակարարումը։ Աստծո շնորհքին մատակարարումը Բողոսին վստահեր է մարդոց օգնելու համար։ Ասիկա քարոզեն շատ անտին է սիրելիներ։ Ասիկա հոգևոր փորձառություն գխոսի, դրսևորում գխոսի, Սուրբ Հոգին ներկործության մասին գխոսի, իր համարները հստակ կբարձեն այս բաները, բայց վստահեցավ գսե, դուն Աստված քեզ ինչ վստահած է, դուն ինչ բան, որ Քրիստոսով կյանքիդ մեջ կա, գնկադես, որ Աստված քեզի վստահած է,
Հիմա այս բահուն Աստված քեզ ինչ վստահած է, դու փրկված ես, դու Սուրբ Օքին ունիս, դու լեզուներ կխոսիս։ Քեզ ինչ վստահած է, որ դու ըմբռնած ես, որուն համացան հիմա քիչ հետ ոստեն ելլելետ յետ պիտի սկսիս ադիգա անել։ Պողոս կսե ինձի վստահեցավ բարը Պողոսին համար լուրջ կարևոր խնդիր էր։ Իր ամբողջ կյանքը խոսեցավ այդ իրեն վստահածի մասին, որ կյանքեն ավելի գսիրե, կյանքեն ավելի կարևոր է, մահը ադորթեմ չի գնար որևէ հաստեցություն ունենալ, կսե ինձի վստահեցավ իր շնորհքը մատակարարել։ Շնորհքը մատակարարել։ Երբ մենք շնորհք բառը գառնենք կամ հայերեն թարգմանություններում մեջ գնայինք, շատ գեղեցիկ է, ուզեմ ճիշտ տեղը գտնել, որ քեզի այդ մասին խոսիմ։ Զարմանալի է, որ ոս չի կդա։ Anyway, շնորհքը, երբ մենք խոսենք Աստծո շնորհքի մասին, հայերեն բառարանի մեջը մեզի գահիտնե ադիգա շնորհքը վայելչություն մնե։ Վայելչություն, շնորհքը։ Աստվածաշունչի մեջ երկնայինք նորեն մեզի գահիտնե, որ շնորհքը վայելչություն մնե, որ Աստուծմե ըստացած է, քաղաքավարություն մնե, որ Աստուծմե ըստացած է, կյանքի ցև մնե, որ Աստուծմե ըստացած է, եւ ադիգա է, որ փոխանցե մարդոց ծառայության միջոցով։ Վայելչություն, շքեղություն, բերջություն, քաղաքավարություն, շարժելու, կործելու համար թյուրություն։ Եվ որ հեթանոս աշխարհի մեջ, հագարագություններու մեջ պիտի շարժիս Աստծո շնորհքը քեզ ինչ կուտա, խոսելու կարողություն կուտա, քեզի շարժելու թյուրություն կուտա, Սուրբ Օքին ներկործություն է, Պողոս առաքյալ ադիգա շատ հստակ կբարձե։ Շարունակենք կարդալ համարները։ Եվ երրորդ համար, հայտնությամբ ինձի ցույց տվավ իր ձաձուկ ծրագիրը, Աստված իր ձաձուկ ծրագիրը հայտնությամբ մը ցույց տվավ։ Հայտնությունը ընդգծեքովդ հայտնությամբ մը ցույց տվավ։ Ինչպես վերը համարոդագի գրեցի, զայն գարտալով գրնակ հասկանալ, թե որքանով դեղյակ եմ Քրիստոսի ձաձուկ ծրագրին։ Այդ ծրագիրը Աստված չհայտնեց մարդկության նախորդ սերունդներուն, այնպես ինչպես հիմա Սուրբ Օքիի միջոցով հայտնեց իր սուրբ առաքյալներուն եւ մարգարեներուն։ Ձաձուկ էր։ Մեկը չէր գրծած հասկանալ։ Սուրբ Օքին ներկործությունը մեր ներսիտին հայտնությամբ հայտնեց։ Փամը, որ սկիզբեն ոչ ոք կրնար գիտնալ, ոչ մեկ ցևով։ Հայտնեց մարգարեներուն, առաքյալներուն, հավատացյալներուն։ Այսօր սիրելիներ հայտնությունն է Սուրբ Օքին, մեր ներսիտին, մեզի լավակույն ուղղություն եւ առաջնորդությունը կուտա։ Չեմ կերկու փորձառությանդ մեջ ինչքան կդարավիստուն իր բացակայութենեն, ամեն օր իր միջամտութենեն կյանքիդ մեջ, բայց եթե ինձի հարցնես, ես լուրջ կդարավիմ։ Նույնիսկ այդ մեկ օրը, որ ես սպաղ բիդլամ եւ ուղագի իմ սովորական ժամանակս պիտի չանցնեմ իր հետը, այդ օրվան վիճակը կդարբերի մյուս օրվա վիճակներես։ Ես գզկամ, որ այսօր զրկված մնացի այն բանեն, որ գրնայի առնել։ Անցս
հոգիս, զգացումներս ամեն օր գուզեն առնել, որովհետև ադիգա իրեն համար ինչ է, ուժ է։ Բզդիկը գսե բաբային, մամային, հետս եկուր։ Հետս եկուր։ Եվ որ դեղ մգա, որ իրեն համար դժվար է, բզդիկը ինչ գսե մամային, բաբային, հետս եկուր։ Գսե բամը չէ, կնա, հետս եկուր։ Երեք կոկոին դղան դեղ մը պիտի ելը, բզդիկ, որ բամը չգա հոն դեղը, բայց ինքը աբահով չսկար։ Մամային գսե, պուշ կա, գսե պուշ չի գա, պուշը տրավոտ կինս, պուշ չի ասի գա, չի համոզվեցավ, մինչև մաման ցերկը բռնեց, այդ դեղեն մաման իրեն վերանեց։ Առանց դիրոջ առաջնորդության անցդ անաբահով գսկա, քու գիտությունդ գիտություն կմնա։ Անիգա քեզի չոքներ այն դեղին մեջ, որ թուն հոր, մոր բաբանությանը պետք ունիս։ Գսե Սուրբ Հոգին միջոցով հայտնեց։ Եվ Աստծո ծրագիրը սա է, որ ավետարանին միջոցով բոլոր ազգերն Աստծո ժողովրդին ժառանգագից լան։ Ուրեմն Բողոս Ձաձուկ ծրագիր մը հայտներ, որում մեջ լեցունություն մը գա, որում մեջ Սուրբ Հոգին աշխատանքը գա, բայելչությունը գա, շքեղությունը գա, ասես արակ, սահուն, ջգուն շարժիլները կան, ամեն տեսակ հովանավորությամբ Սուրբ Հոգին, որպես ինչն է բոլոր ազգերը Աստծո ժողովրդին ժառանգագից լան։ Մենք ասիկա որպես մտահոգություն կգարտանք։ Հո դեր թողլա։ Շնորհքը դվեր է որ ադիգա լա։ Եվ որ շնորհքը կործածենք ես եւ ցուն ադիգա պիտի լա։ Կանյոք է դսե շնորհքը եւ որ մենք կործի լծենք ադիգա պիտի լա։ Բայց շնորհքը կործի լծվել է առաջ ես պետք է շնորհքը անցիս մեջ դեսնեմ եւ կործի լծեմ ճիշտ ցևով։ Սատանան անգե ճուրախանար։ Սատանան այդ մեկը չի սիրեր։ Եվ վարբեդ է եւ խելացի է ամեն ինչ ընելու որբեսի ցուն այդ մեկին մեջ չաչողիս, ցախող մնաս։ Անհավատներուն միտքերը գգուրցնե որբեսի չդեսնեն ավետարանին բերած լույսը Քրիստոսի փառքը, որ աներևույթ Աստծո գենթանի պատկերն է։ Դու անհավատ չես։ Ես անհավատ չեմ, բայց մեր մեջ լեցուն անհավատ խաղապարներ գրնան արմատ ունենալ։ Որոշումներ, որոնք անհավատի պես կառնենք, կկործածե ադիգա, որբեսի մեզի խավարի մեջ պահե։ Եվ մենք լավ պետք եղած ցեով չտեսնենք։ Շարունակենք միասին։ Որբեսի դառնան նույն մարմինին անդամ եւ բաժնեգից այն խոստումին, որ Աստված իրակորձեց Քրիստոս Հիսուսով։ Եվ այդ ավետարանին սպասավոր եղա Աստծո ծրի շնորհքովը, որ Աստված իր ներկործող զորությամբ ինձ տվավ։ Տեսեք, Պողոս Արաքյալին շեշտերը նայեցեք, մեկ համար է մյուս համար, ամիջապես բացմությունը արդակին չի բահեր, ներքին կդարձնե ներկործող զորությունը։ Հայտնությունը Սուրբ Հոգիով եղավ։ Աստծո շնորհքը ինձ վստահեցավ, որբեսի ես այս մեկը ընեմ։ Սուրբ Հոգիով եղավ, ներկործող զորությամբ կառաջնորդվի։ Ամեն ինչ կապված է ինչին, Սուրբ Հոգի առաջնորդության։ Մենք ասենք չեղավ, չի գրնարը լալ չլա։ Խոսքը ընդունած ցևդ հոխե։ Խոսքը երբ գարտաս մի մեկնաբաներ։ Մի մեկնաբաներ։ Այդ խոսքը ար մարսե, 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 լեզու խոսե, նորեն մարսե, լեզու խոսե, նորեն մարսե։ Հետը հաղորդակցության մեջ եղիր այս համարին գորիզը հասկանալու, խոր միտքը, այս օրվան պետքը հասկանալու։ Եվ ոչ մեկ բան արկել պիտի լա, ոչ մեկ բան։ Այո, ինձի որ Աստծո ժողովրդի մեջ հետիններուն հետինեմ, Աստված այս շնորհքը տվավ, որբեսի բոլոր ազգերուն ավետիս դամ
թե ինչպիսի աներևակայելի քանց մնե Քրիստոս եւ գուկա շարունակելով թե այդ ներքորձող զորությամբ ինչ կնե եւ լուսավորեն փոլորը ինչն է իր մեջի շնորհքը ինչու համար է եղեր լուսավորե 6 հոգի 7 հոգի 7 միլիոն հոգի 7 ոչ փոլորը իր մեջի շնորհքը քու մեջի շնորհքը իմ մեջի շնորհքը այդ չափանիշով է ես ինչքան գնթարցակեմ ինչքան Աստծո գամքին համացայն աշխատիմ բնականաբար գնթարցակվի լուսավորվին փոլորը ինչու որբեսի դեսնեն թե ինչպես Աստված գիրակորձե իր ծրագիրը ուրեմն գլուսավորվին դեսնելու կսկսին որ Աստված ինչպես գիրակորձե իր ծրագիրը որ փրկությունն է Ան ամբողջ դիեզերքի արարիչը անցյալ բոլոր ժամանակներուն զածուկ բահեց այդ ծրագիրը ինչու եւ տեսեք բադիվը 10-րդ համարի մեջ որովհետեւ ներկա ժամանակին եկեղեցիի միջոցով Աստծո բազմաբադիկ իմաստությունը հայտնվի երկինքի մեջ գտնվող իշխանություններուն ու պետություններուն Մարդոց առաջին վախը առաջին ապտակն է որ Աստուծո մեկ ուկա Դեպի թևերը, թիվային ուժերը։ Գսե Աստված այդ բազմաբադիկ բարգևը շնորհքը դվավ եկեղեցիին որովհետեւ Աստծո ծրագիրը հայտնվի նախ իշխանություններուն, պետություններուն, որոնք երկինքի ոգեղեն աշխարհի մեջ են։ Ես եւ թուն մեր ցանկով այդ փորձառությունը կուտանք իրենց։ Շատ չեմ ուզեր խորուն գերտալ, բայց կարևոր 1-2 գեդսեմ քեզի։ Ինչ կվերապերի սուրբ հրեշտակներուն, որոնք դերոջ հետ են, եւ ինչ կվերապերի ինգած հրեշտակներուն, երկու կնալ փրկության փորձառությունը չունին։ Երկու կնալ փրկության փրկության մասին գիտեն, բայց փորձառությունը չունին։ Եսուտուն ունինք։ Ադիգա բադիվ է։ Մենք շատ անգամ Հիսուսի կալեն ետ դժվարությունները շատ ցավ գսենք գվերջացնենք հարցը գկոցենք բոլոր դռները։ Անինչ որ Աստծո կողմեն մեզի delivery եղած էր, ղրգված էր որպես բադիվ, մենք կյանքի դժբախտ փորձառությունով ցախողություն կգոչենք, կվերջացնենք։ Նամակը սկսավ իշխանություններեն, հոգևոր իշխանությունները դասմի դառնեն։ Սուրբ հրեշտակները մեր կյանքերում մեջ տեսնելով փառք միտան Աստծո, իսկ ինգած հրեշտակները, որոնք ոչ միայն փորձառությունը չունին, նաև հնազանդությունը չունին, Աստծո անտեպ վստահությունը չունին, բարգեշտությունը չունին, փարոյականը չունին, ոչ մեկ բան չունին, անոնք եւս լավ դասմի դառնեն։ Աստված ականջներեն պիտի բռնե այդ օրը ադոնց, ականջներեն պիտի բռնե։ Իսկ քեզի գադարյալը չգրծար հնազանդիլ, չգրծար ինձի հետևիլ։ Քեզի գադարյալը միակ բանը որ բիդներ ինձի պիտի ճաշտեր, ադիգա քեզի հավիտենական սնունդ պիտի լար, որովհետև Աստված ճաշտելը միակ միջոցն է, որ ես կրնամ իրեն վեսելալ։ Կանոքի գասկնա։ Հիմա դեսես ինչու, քեզի ասեմ ինչու։ Աստված ճաշտելը իր մեջ անոր վստահություն ունի, անոր ծևին վստահություն ունի, անոր սկզբունքներուն վստահություն ունի, անոր մեծության վստահություն ունի, անոր արդարության վստահություն ունի, եւ որ թուն կբաշխես իրեն, բնականաբար կփոխանցվի իր մեքեզի այդ ինքնությունը, թուն ջամփան բացած կլաս, ագանչը պիտի բռնա այդ ինգած հրեշտակներուն, եւ պիտի ասե, ցեզի գադարյալը չգրծակնելած դգար արարածները հրին։ Ես որ մեծ բադիվը որ ես ուտուն ունինք, դևերեն գվախնան մարդիկ։ Սատանան չար է այսօրերուն, կորձի, ամեն դեսակ կորձի արկել կտնե։ Թուն երբ զորությունը կորձած է ծիր, և սատանան թեր գրծավ թեմ տնել։ Թուն երբ հաչողեցար հրճագել անոր գամքին համացայն և դեսար որ դժվարությունները ջամփան գրծան կոցել, անգարելի բան ադիգա, չխապվիս քու ինքնությունդ ու ուղղակի կապված է Աստծո հետ, Աստծո ծրագիրին հետ,
Աստված իր ծրագիրը գիրակորձե իմ եւ քու միջոցով։ Եվ այդ կորձը գադարողը Սուրբ Հոգին է։ Աստված իմ եւ քու մեջ այդ շնորհքը դրեր է, վստահած է մեզի։ Կովինինսը դերը վստահած է մեզի։ Քանի անգամ սիրելիներ, բաներ գա եւ գիտեմ որ Աստված ինչ կուզե, ես չեմ գրծած իրեն վստահիլ։ Կանոք եդս է։ Գիտեմ Աստված ինչ կուզես, ինչ պետք է անեմ, եւ չեմ գրծած իրեն վստահիլ, որովհետեւ համոզումներս ուրիշ են, վախերս դարբեր են, դգարգս կամ այդ դեղին մեջ, ինչ քեշ վիճակ է ադիա։ Ինչ քեշ վիճակ է նույնիսկ ներողությունս էլ է իդ ապաշխարել իդ ժամանակ մտագավին ինչքան գուդե քեզ է այդ վիճակը։ Վստահեցավ Աստված իրեն։ Աստված մեզի իր քանցը վստահեր է, մենք իրեն աթորմը մեկտեղեն մյուստեղ Դանիլը 20, 30, 40 տարի կյանք ապրիլը չեն կնար վստահիլ։ Ամեն վարգյան կասկածի տակ կտնենք իրեն։ Աբա եթե Աստված մեզի կասկածի տակ տներ, ինչպես մենք իրեն կասկածի տակ կտնեինք, կանոքի գիտենք ինչ կլանք։ Նկարակիրի դեր անցիմը 3 անգամ 4 անգամ իր հրած սխալի մասին խոսեն, այ քեզ ինչ կնե։ Բոլոր ագրաները կտեսնես։ Երևակայ Աստված այդպես կասկածի տակ առնե մեզի։ Չվստահի մեզի, բայց կսե Սուրբ Հոգին ներկործող զորության միջոցով բոլոր ասկերուն դվավ, որ լուսավորեմ, դեսնեն Աստծո ծրագիրը եւ ոչ միայն այդքան, երկինքի մեջ գտնվող հրեշտակները եւ ինգած հրեշտակները բոլորը ճանչնան եկեղեցի մեջ դրված բազմապատիկ իմաստությունը։ Սիգա իմաստություն չէ, ասիգա խելացի մարդ է ասելու։ Սիգա այդ իմաստությունն է, որ հրեշտակներում մեջ քայքայում եղավ։ Աթամի օրերուն քայքայում եղավ։ Մինչև այսօր քայքայում գա մարդիկ իրենց իմաստուն գսեբեն եւ Աստծո իմաստությունը նկատի չեն առներ։ Բայց Կորինթացիներու նամակի մեջ Պողոս կսե, որ Աստված իմաստությունը անարգեց մարդոց։ Դասնիեգրորդ համար։ Եվ մենք Քրիստոսի միացածներս համարձակորեն եւ ամենայն վստահությամբ կգանքնենք Աստծո ներկայության։ Ինչպես կգանքնենք։ Ասիկա մարդկային համարձակության մասին չի խոսիր սիրելիներ։ Եվ անոր համար շատ մահվատացյալներ նույնիսկ եթե համարձակ նկարակիր ունին իրենց չեն գտներ Աստծո ներկայության մեջ կեցած են։ Եղիայի օրերուն երբ եկավ Եղիան Ակաբ թագավորին արչև գեցավ գսե ես Աստծո արչև ներկայության կգենամ եւ մինչեւ ես մեկադալ չխոսիմ երկրի վրա անցրև պիտի չկա։ Այսինքն ես որպես իր ներկայության գեցողը իր գամքը գարդահայտեմ։ Մենք համարձակությունից Աստծո հետ ունեցած մեր մտերմութենենք ու կա։ Համարձակորեն գսեմ մդեք այդ շնորհքի քահին արչև։ Ձեր ինչու համար, եթե բաց է ջամփան արդեն ինչու համար ես դեր պետք ունիմ ուրիշ բանիմը։ Համարձակորեն մտեք գսե, ձեր ինքնությունը ճանչնալը նկատի առնելը շատ կարևոր է։ Չխաբվիս։ Քանի Քրիստոսի հավատացինք։ Համարձակությունը գուքա Քրիստոսի խոսքերուն հանդեպ հավատք ունենալով։ Ուստի գաղաչեմ չնջվիկ տեսնելով այն նեղությունները, որ ես ցեզի համար հանցն արած եմ եւ որոնք ցեր փառքն են։ 14 ադոր համարալ ձունգի ու կա մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հորը արչև, որ մե իր քոյությունը գարնե երկնային թե երկրավոր ովևէ ասկադոն, որը արչև կգենա, երկինք երկիրը ստեղծողին արչև, փանդի մեջ կգտնվի, լեցուն դժվարություններ կան, 4 կողմեն նայողները գսեն, ասեր որ բժշկություններ գներ, ասկներ, թևերը գաներ, փանդի մեջ ինգած է հիմա, իրեն նայող չկա, իրեն հոգնող չկա, ուր է իր Աստվածը թող կա իրեն թողոքն է, նույն բանը Հիսուսինսին, խաչին վրային իջիր, որբեսի քեզի հավատանք, Եղիային կգան չէ որ թող կա տեսնենք Եղիանի մա իրեն թող ազատ է եւ այլն, չէ՞։ Ինքը գսե որ մե իր քոյությունը կստանա երկինքի մեջ ու երկրի վրա ամեն բան։ Ես ադոր հետ եկավս զորությունս, առաջնորդությունս, տեսեք ինչ կսե, որբեսի իր ջող պարքին համացայն ցեզի զորություն դա,
որ իր հոգիովը ամրաբնթվիկ ներքնաբես։ Չսեր հրաշք մըլա արդակնաբես։ Զգացումներուտ մեջ ուրախություն բերե։ Սուրբ Հոգին երբ աշխատի, քու մեջ հետ կաշխատի։ Ինչու համար գաղութ է եղեր Բողոս, որպես այս փորձառությունը հավատացյալներու մեջ կդարվի, որպեսի հոգիով ամրաբնթվիկ ներքնաբես։ Կովինից է հոգիով ամրաբնթվիս ներքնաբես։ Հավատացյալները շատ անգամ մորցած գլան ներքնաբես Սուրբ Հոգի աշխատանքին գապվելու, որովհետև արդակինին միայն կապված գլան։ Եվ անոր համար լման չափով չեն օգտվիր դերևս։ Վստահե իրեն, որ ինչու եկած է կյանքիդ մեջ։ Ակնկալ է, որ Սուրբ Հոգին ներքին զորությունը տա քեզի, որպեսզի հաղթես բոլոր արդակինին։ Եվ ծեր հավատքին միջոցով Քրիստոս ծեր սիրտերու մեջ բնակի։ Այս խոսքը հավատացյալներուն ուղղված է, ապաշխարության մասին չի խոսիրոս։ Քրիստոսը ծեր կյանքին խորը ըլլալու մասին կխոսի։ Քրիստոսը ծեր յուրաքանչյուր կյանքի պայմաններու մեջ իր ըսելիքը ունենալու մասին կխոսի։ Գաղութեմ, որ սիրո մեջ արմադանակ եւ հաստատուն հիմեր ունենակ, որովհետեւ գարենակ հասկանալ Աստծո բոլոր ընտյալներուն հետ միասին Քրիստոսի սիրուն ամբողջական դարողությունը, իր լայնությամբ, իր երկայնությամբ, իր բարձրությամբ, իր խորությամբ, բոլոր հավատացյալներուն հետ միասին։ Ոստե Պողոս առաքյալ այս գիտությունը հասկանալը բնական ստանդար Փամը կնկատե բոլոր հավատացյալներուն, անոնք որոնք ճունին գարաչարգե գսե գաղութեմ, որբեսի դուքալ հասկանաք այդ մեկը, որ բոլոր հավատացյալները ունին, լայնությունը, երկարությունը, բարձրությունը, խորությունը Քրիստոսի սիրուն։ Այո, որբեսի ճանչնակ Քրիստոսի սերը, ոչ թե ապաշխարեք ունենակ հավիտենական կյանքն ու փրկությունը, ճանչնակ փորձառության մասին կխոսի։ Քրիստոսի սերը, որ ովևէ մտքի հասողութենեն վեր կմնա։ Ճանչնակ, առաջին բաժինը ճանչնակ եւ մեկը որ վերջին բաժինը երտանք։ Ճանչնակ, որբեսի լեցվիկ Աստծո ամբողջական լիությամբ։ Ճանչնակ Քրիստոսի սերը, որ ամեն մտքի հասողութենը վեր է, որբեսի լեցվիկ Աստծո ամբողջական լիությամբ։ Սիրելիներ, ասիկա դրված է մեզի։ Առաքյալը բնականաբար աստեղ գարաչարգե հասնինք։ Եվ ես հետինն եմ, հալելույա։ Զգացումներս հետինը լալու գրնան սուզվիլ, խեղդվիլ, իմ իրականով լալուս մեջ։ Կանոք եդս է, անցյալի մեղքերս վրաս չեն աստեր, անցյալի սխալներս վրաս չեն աստեր, որովհետև անոնք ընկղմեցան Քրիստոսի սիրուն զոհաբերության մեջ։ Ամեն ինչ կրնա սուզվիլ, դագ երթալ, խեղդվիլ անոր սիրուն մեջ։ Ուստի փառք անոր, որուն փառք Աստծո անոր, որ մեր մեջ ներգործող իր զորությամբ միշտ ալ մեր խնդրածեն ու մեր խորածեն շատ ավելին գնե։ Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսի միջոցով փառք իրեն բոլոր ժամանակներու սերունդներուն կողմէ հավիտյանս հավիտենից ամեն հալելույա